Չորեքշաբթի երեկոյան է հարցաքննվել Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը, Նարագածոտնի թեմի հոգևորականների գործով ցուցմունք է տվել։ Ոչ միայն օրենքով չի կարելի ստել, այլ նաև բարոյական չի ստելը, եւ հստակ հարցեր են տվել, որ ես պետքա հակամ չասեի, ես էլ չեմ խաբել, որովհետեւ հոգևորականին հարց չի ստելն ու խաբելը։ Այնպես որ այն հարցերը, որը տրվել է, ես ինչ որ իմացել եմ, դրանց շատ ուղիղ պատասխան եմ տվել։ Չի հստակեցնում, թե ինչ հարցեր են տվել քննիչները, բայց Արագածոտնի թեմի առաջնորդի հասցեին իր հնչեցրած մեղադրանքները վերահաստատում է։ Մկրտիչ Սրբազանից հրահանգ է ստացել մասնակցել ընդդիմության ցույցերին։ 4 տարի առաջ սուսփուս գնացել է միտինգի, հիմա ասում է հարկադրված։ Գնացել են, կանգնել ենք այնտեղ։ Ընդհանրապես կանգնել եք։ Դե կամ փողոցները փակելուց իրենց հետ ենք եղել։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից Գևորգ Դանիելյանը անցած ամիս պարզաբանել է, որ ցույցերին քահանաները մասնակցում են հնարավոր բախումները եւ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Եթե պրակտիկան կա եւ պրակտիկան ընդունված է, որ պետքա հոգևորականը լինի ցույցերի տեղում, ուրեմն որևէ մեկը խնդիր չունի։ Խնդիր չունեն նաեւ կալանավորված հոգևորականները, եթե անմեղ են, ասում է քահանան, որ հավատ է ընծայում հայկական արդարադատությանը։ Ես մի բան գիտեմ, որ որևէ մեկին չեն կարող ձերբակալել մի բանի համար, որ ինքը չի արել, եւ եթե լավ բան է, էլի չեն կարող ձերբակալել, եթե օրենքի խախտում չկա, էլի չեն կարող ձերբակալել։ Ես չեմ լսել, որ մի հոգևորականի պսակադրություն կամ մկրտություն անելու համար ձերբակալեն։ Հիմա եթե կա այնպիսի տվյալներ, պետությունը ունի այնպիսի տվյալներ, որ մենք հոգևորականները չենք տիրապետում, դեռևս չգիտենք ինչ խնդիրներ ու պատճառներ կա ձերբակալման, ես չեմ կարող ժամանակի շուտ ինչ որ բաներ ասել, բայց եւ նաեւ մտածում եմ, որ եթե որևէ բան չկա, շուտով Սրբազանը ազատության մեջ կլինի։ Վստահեցնում է, որ գործի մանրամասներին ծանոթ չէ, չի կարող հիմա խոսել Մկրտիչ Սրբազանին եւ Գալեգին քահանայի մեղավորության կամ անմեղության մասին։ Մշտապես Սրբազանի հետ չեմ եղել եւ չգիտեմ ինչով է զբաղվում, առհասարակ ծառայությունից հետո միգուցե այլ հարցեր կա ու հիմա մենք ժամանակի շուտ ինչ որ փորձում ենք խնդիրներ տեսնել ու լուծել միտեղ, մի սենյակում, որ այդ սենյակը առհասարակ գոյություն չունի։ Իրեն կարգալույծ անելու հավատացյալների պահանջին այսպես է արձագանքում Տեր Արամը։ Գոյություն ունի համացանց առհասարակ, որ որևէ մեկ մարդու նույն համացանցի միջոցով կարող ես բարձրացնել, դարձնել սուրբ մեկը եւ նույն համացանցի միջոցով այդ մարդուն կարող ես պախարակել։ Հիմա մեր հանրությունը շատ հաճախ օգտվում է համացանցյան տվյալներից, որոնք դեռ ստուգման ենթակա են։ Այսինքն այնտեղ պետքա պարզվի այդ մարդը իսկապես նման բան արել է, թե ոչ։ Մեկ անգամ այդ հանրությունը եկավ մոտեցավ, ասեց Տեր Արամ, դու ինչ խնդիր ունես, դու ինչ հարց ունես, ով է քեզ նեղացնում։ Չի թաքցնում, որ նեղացած է շատերից Տեր Արամը, նաեւ այն մարդկանց է արձագանքում, որոնք իրեն Հուդա են սկսել անվանել, երբ ինքը հանրայինի տաղավարում մեղադրել է հարազատ թեմի առաջնորդին։ Հուգարած թեմի առաջնորդն էլ հուդայական